բայց ես ուզում եմ ուղիղ ասեմ։ Ռուսաստանի հետ մեր հարաբերություններում ոչ մի կտրուկ գործողություն մենք չենք անելու։ Մենք խորացնելու ենք Ռուսաստանի Դաշնության նախագահի հետ, ես ունեմ ընկերական հարաբերություններ բառից բուն իմաստով։ Ընդհանրապես ես չգիտեմ, ես կասկածում եմ, որ 2018 թվականից մինչև օրս Ռուսաստանի Դաշնության նախագահը ավելի շատ կոնտակտներ որևէ այլ լիդերի հետ ունեցել է։ Այս ընթացքում մենք 200-ից մոտ 200, հիմա թիվը կարող եմ մի քիչ խառնեմ, հեռախոսազրույց ենք ունեցել։ Մենակ հեռախոսազրույց 200 հեռախոսազրույցից ավել, դուք պատկերացնում եք, այդ նշանակում է, որ այս 8 տարվա մեջ համարյա ամեն ամիս գործնականում կամ գուցե ավելի հաճախ Ռուսաստանի Դաշնության կառավարության ղեկավարի հետ շատ ջերմ ընկերական հարաբերություններ ունենք։ Եվ մենք ընդհանրապես Ռուսաստանի հետ մեր վերաբերմունքը շատ ջերմ է։ Այստեղ խնդրեմն ուրիշ տեղ է, մենք ի վերջո պետք է հասկանանք, որ շատ դեպքերում մեզ ասում են Ռուսաստանի հետ մեր ընդդիմությունը, ասում է Ռուսաստանի հետ հավասարը հավասարի հետ հարաբերություններ։ Ժողովուրդ ջան, լավ եկեք բան չանենք էլի։ Հումոր, բայց հումորն է Ռուսաստանը գերտերությունը։ Եվ Ռուսաստանին պետք է վերաբերվել հարգանքով, ակնածանքով, ինչպես գերտերությանն են վերաբերում, եւ ես այդպես էլ վերաբերվում եմ ոչ միայն Ռուսաստանի, այլև Ռուսաստանի նախագահին եւ Ռուսաստանի կառավարության ղեկավարին։ Բայց ես իրանց մի բան եմ ասում եմ մենք Ռուսաստանի շահերը վնասելու համար երբեք չենք արել ոչ մի բան ու չենք անի։ Ես այս վերջերս պատվեցի, ուրեմն մեծ պատվիրակությունով հանդիպում էր եւ Ռուսաստանի բարձրաստիճան ամենահայտնի ներկայացուցիչներից մեկը ասեց, որ Հայաստանը Եվրամիության հետ հարաբերություններով վնաս է հասնում Ռուսաստանի շահերին։ Ես արձագանքեցի, ասի պատվիրակ մենակ չենք եղել։ Այդ դահլիճում ներկա եղել առնվազն 15-16 մարդ։ 15-16 մարդ։ Ես ասի շատ լավ։ Խնդրում եմ բերեք մի օրինակ։ Խնդրում եմ բերեք մի կոնկրետ օրինակ, որ ձեր ասածը տեղի է ունեցել։ Եվ ի՞նչն էր պատասխանը։ Պատասխանը լռություն, բառից բուն իմաստով, ժողովուրդ կարա լռություն, որովհետև լռությունն է ճշմարտությունը։ Ես երկրորդ անգամ կրկնեցի հարց, ասի խնդրում եմ, շատ եմ խնդրում, ասում եք բան։ Ես կարող եմ մի բան, այն չի եղել, մենք հասկանանք ինչն է խնդրեմը։ Եվ երկրորդ հարցին նույնպես հետևեց լռություն։ Եվ ես ասում եմ, մենք ոչ մի կտրուկ գործողություն չենք անելու, ոչ մի կտրուկ, բայց մենք թափանցիկ ենք եւ մենք ինչ է ասում, մենք ամենայն հարգանքով վերաբերվում ենք Ռուսաստանի շահերին, ամենաբարձր ձևով, բայց կներեք, մենք չենք կարող Ռուսաստանի շահին ավելի բարձր վերաբերվել, քան մեր շահերին, հասկանում եք, քան Հայաստանի Հանրապետության շահերին, եւ սա լեգիտիմ դիրքորոշում է, եւ մենք հետևում ենք եւ գնալու ենք Հայաստանի շահերին, եւ մենք հակասության եւ հակադրության, էլ չեմ ասում լեզվակռվի, բանավեճի մեջ չենք մտնելու Ռուսաստանի մեր գործընկերների հետ, բարձր մակարդակի երկխոսությունը շարունակվելու է։